կանչում ես մոտդ, ընդունում ես որպես առաքիչ, գլխին սարքում ես ու գործից անում ես։ Մեր Սմբուլիկի կնգան տարել են հիվանդանոց, ապե պետքա ծննդաբերի էլի։ Արա մի քիչ քեզը ձիգ պայարա, քեզը մի քիչ տղավարի պայարա։ Աղջիկն էլ երեխա, աղբերներ։ Հələ չհասկացան չես գործը թողեք էստե։ Հա, բա ինչ անենք։ Հələ բոխրամանան չի չես փոխել։ Ռոպետ մեկ բոխրաման չէ փոխել։ Հələ դուք ռոպետ մեկ փոխել սարո։ Վարուշ, մենք էլ չենք կարա միասին լինենք։ Ոչ չենք կարա միասին լինենք։ Տենց չենք կարա ու վերջ։ Վերջ շո։ Բայց խի տենցով։ Հոգնեցի։ Ինձանից հոգնեցիր։ Ճիշտ է վատը չես, բայց մեկա ձանձրալի ես։ Պակա։ Սով լսպասի մի րոպե։ Բայց ես չիմանամ խի ինչի համար։ Ես կարող ես նեղացրել եմ, հա։ Այդպես մի անգամից գալիս ես ասում ես վերջ հոգնեցի, հա։ Ես տենց եմ Վարուշ։ Վերջ գնացի։ Պակա։ Ուրախ է ծանոթանալու համար։ Մագ, ուրեմն այսօր մի հատ մարդ կգա, փող պիտանի էլի, եթե հանկարծ ես տանը չլինեմ, չնայած կարծեմ մինչև այդ կհասցնեմ կգամ, բայց եթե случайով մարդ ես էլի, հանկարծ չհասցրեցի, ուրեմն այստեղ $10,000 փող կա, այս դրան դարակը, այդ մարդը որ եկավ, կտա սուտանը, եղավ։ Այդ բարեգործության համար, հա? Դե բարեգործության նման մի բան էլի այախ չի։ Լսի, բարեգործություն ասեցիր հիշեցի։ Ուրեմն Վռո։ Հա։ Դու լավ այախ չի հավաքես էլի բան ու գործի տանու ինչ այա։ Ավելի կարևոր բան եմ ասելու այսօր։ Ասա։ Այդ վրեժ չեղածին գլխին սարքելու ենք հանեն գործից։ Աղջի։ Դաժե քեզ մի բան ասեմ, եթե տղեկը լավ աշխատեցին այս պլանի վրա, ուրեմն վրեժը աշխատանքից դուրս գալուց առաջ պիտի մի բան ինքը մուծվի նոր դուրս գա։ Բա։ Անջի հետալգիր բան է, չէ։ Ուրեմն մարդ ընդունում աշխատանքի, դուրս գալուց մի բան էլ ինքն է մուծվում։ Արա ինչքան հետալգիր կլեր, եթե միշտ սենց էր։ Ոչինչ։ Ոչինչ այդ լավ ժամանակներն էլ է գալու, բա հո սենց միշտ չի մնալու։ Վռամ։ Վռամ ջան, ինձ էլ մի քիչ փող կտաս։ Այո, չի փողն ինչ ես անում։ Ճիշտն ասած, ուզում եմ գնամ լողի։ Ուր։ Լողի։ Ջրի լողի։ Դե հա էլի։ Դու այ Մարգարիտա թարգը դու այ մարդը լող։ Իա, սաղոյիները խաղացեն, հիմի մնացել գրայի լողի։ Հենա, բանեն ջուրլից ինչքան ուզես մտի մեջ է լող տուր։ Իա։ Դե գոնե շեյպինգի։ Լսի, են Նատաշան, էլ քեզ չի մերսու։ Մերսում է։ Իա, բայլի շեյպինգ։ Լսի։ Այ աղջի։ Ուրեմն այսօր գիշեր այդ Նատաշայի մերսածը այսօր գիշեր զգացել եմ, այ աղջի ջան, այս ինչ փոփոխության ես ենթարկվել։ Հա իհարկե, իա, կասկածում էիր։ Չգիտեի որ վրամի ձեռների վրա էլ աչքեր կան։ Նենց որ շեյպինգ, մեյպինգ մոռացանք, ավելավա երիկվա հովին պատրաստ եղի։ Կգամ, կգնանք բնության գրկում, քաղաքից դուրս, միտեղ կնստենք, խորոված կուտենք, համել կայֆավատ կլնենք։ Գոնե այդ կայֆավատ բառի փոխանին ասա կզվարճանանք։ Ոյ քորա, այ աղջիկ ջան, սկզբից կայֆավատ կլնենք, հետո նոր կզվարճանանք, չի լի տենց, իա։ Առանց պատճառի Մարուշ։ Տենց ոնց կլինի։ Չգիտեմ, ես էլ իրանացի պատճառ ասա, ասում եմ ոչ մի պատճառը չկա։ Ուղղակի հոգնել եմ քեզանից։ Հա, բայց ինչ ես արել որ հոգնել է քեզանից։ Չգիտեմ։ Այ քեզ բա։
Էսա մատանին էլ հանես տվեց։ Բա դու ինչի իրանց տված մատանին հետ չտվիր։ Ավելի լավ է գնաս հետը խոսես։ Կարող է մի բան կա, որ այդ աղջիկը չի ասում։ Դու ինչ կա Լիվ ջան, հենա պարզ ամեն ինչ ասել է։ Դե կարող է թիկնապահը կողքին ա եղել, ոչ մի բան չի կարողացա խոսալ։ Ես հենց սկզբից կասկածում էի, որ Սոֆան Վարուժին սիրում է։ Ուղղակի չէի ուզում իրան ասել, որ չնեղանար։ Բայց Սոֆայի հերը թույլ կտա, որ աղջիկը նման բան աներ։ Ու այս առաջի դեպքը չի։ Մի անգամ են նշանվել, նշանը հետ է տվել։ Մինաս աղբերական մա դու փորձելի մա զանգի տես ինչա տենց անում վայ։ Չկերնացար պահես։ Աղբերս բան չեմ արել բացի սիրելուց։ Դավայ օրոտնի հորոխբորոտ աղջիկն է։ Մի հատ հետը խոսալի տես ինչա իրան տես պահում։ Համարը չունի, մեզ երակ զանգեմ։ Լավ։ Странно, яра. Արես ուխտն չի եկի կանեստե, հա? Չենի տամ բերան մենանը ջարդեմ կսեմիկով, հա? Բա եղավ շեֆ ջան, ես ակուրատին նղնղալ են դրա բերանը կջարդեմ։ Մկրտիչ, բանկանից հանկարծ ինչ չմոտենա։ Նեղացնում ես շեֆ ջան։ Արա մոտիկ չգա, Սարա։ Պարոն Արեփշատյան, մեկը ես առաքիչ չեմ կարալու աշխատեմ, է։ Դու բա ինչ ես ուզում աշխատես, արա, հա? Ուզես վարորդը ցնես, ծոծորակդ կտենաս մեքենայից ռուլը չես տենա։ Բա ձեր տված երթումը։ Սա շարը արա։ Արա ես քեզ երթվել եմ որ դու ինձ վարորդը դիլես։ Մի խոսքով առաքիչս կնես, չէ ուրեմն ծվրից ես գրա։ Դավայ արա, յա։ Դավայ արա։ Ապեր, ես մեկը առաքիչ չեմ աշխատելու, ու իմ ուզածին հասնելու եմ, կտենաս։ Կորստուցն արա, կորստ։ Խոսացիր։ Հա։ Բա ինչ ասում։ Էն ինչ որ քեզ ես։ Բա չարցրին ինչի։ Տեքսը հոգնել եմ իրանից։ Աղբեր տես ոնց կլինի է։ Ախպեր ես իրանց ընտանիքի հետ համարը շփում չունիմ, քեզի մեկ քանի մանկա ասել եմ։ Մինաս լավ էլի աղբերական արի գնանք մի հատ իրանց տուն նստենք խոսանք տենանք ես ինչ մոմենտ ա։ Ինչ կխկամ։ Երիկունը չես կարա գաս։ Չգիտեմ, ելը կզանգեմ։ Լավ։ Մարգարիտա ջան, երկու օքեյ են եկել։ Փող են ուզում մանկապարտեզի համար։ Հա։ Սպաս մի հատ զանգեմ վրամին, տեսնեմ գալիս, հա։ Ասա իմ կողակից ջան։ Վրամ, այստեղ փողի համար են եկել։ Ես տամ թե դու կգաս։ Ուրեմն ես հիմա տղեկ հետ գնում եմ Վիկտոր խորոված ուտեմ, դու բան արա, ես հետո իրանց հետ խոսամ։ Հա, հա։ Լավ։ Ասա թող ներս գա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այն գումարը, որ պատրաստվում եք մեզ տալ, տրամադրվելու է մանկապարտեզներին։ Այո։ Ինչքան է գումարի չափը, կասեք, ես ինձ մոտ նշեմ։ Արեշաջանն ասեց $10,000։ $10,000։ Ահա, ինքն ասեց։ Հետո կզանգի ձեզ կասի, հա ճիշտն ասած ես տեղյակ չեմ։ Մեռնեմ Ջոնիդ, մեր բժիշկ աղբեր։ Մենք գիտենք ձեր հիվանդանոցում ոնց է ու գիտենք, թե օրը քանի պացիենտ եք ունենում։ Բայց դրա հետ մեկտեղ գիտենք, թե ինչ յուրահատուկ սրտի տեր անձնավորություն ես դու ցավդ տանեմ։ Ու այդ յուրահատուկ սիրտդ քեզ ամեն օր հուշում է, որ լավություն անես աղբերներին։ Ու տվյալ պահին մեռնեմ սրտիդ։ Քո լավությունը այն է, որ քո մոտի հիվանդներին ղրգես մեր մոտ։ Դու իշքան կարաս քերի,
Հետո պաստում ես էլի ախպեր, եղավ։ Ասա մի հատ լավ կլինիկա կա։ Ճիշտ կլինի գնաք ընդեղ էլ ստուգվեք ու մեր կլինիկայի անունն ես տալիս։ Թե չէ ամեն մեկը որ իր ծառը մենակ ջրի ուր կհասնի այ ախպերերը։ Հետո ձեր ծառի արմատները ապեր խորնա։ Ոնց որ իրանք տակից են էլի ջուրը վեկալում։ Իսկ մեր մոտ տես չի ախպեր։ Հիմինայի մի քանի հատ հիվանդություն կծրա բանարա ուղարկի մեր մոտ մենք տեղը տեղին կբուժենք։ Եղավ։ Ապե, ասա գառնան նորածիլ բողբոջ։ Ապեսօր որոշել եմ գնամ հասոյիս ասեմ իմ զգացմունքների մասին։ Ապես ինչքան ժամանակա տալի վեկալում եք, հաց ու սոխ եք կիսում իրար հետ ախպեր ջան, լացացնում ես, ուրախացնում ես, դու նոր ես ուզում իրան ասես քո զգացմունքների մասին։ Խի պարզ չի ախպեր որ իրան ուզում ես։ Ապե պարզ էլի պարզ է։ Ուղղակի ես ամեն ինչը մի հատ ավելի օֆիցիալ չարվի, չհայտարարվի, չբարձրաձայնվի։ Հեն ապերը տես ճիշտ չի։ Արա այ ախպերս ինչքան վախտա անգերություն եք անում, որ չուզեիր ընկերություն կանեիր, հետը կարբիտ լավ էլի ախպեր արա։ Ապես գտնում եմ որ լրիվ անիմաստ խոդ է այդ խոդը։ Ես ազատ եմ։ Բայց չէ անիմաստ որ։ Բա մնում արդեն տուն բերես այ ախպեր, դու նոր զարթնել ուզում ես գնաս կանգնես ասես ես քեզ սիրում եմ։ Այդ աղջկա մոտ մութ մնա։ Ես կարամ գնամ։ Արա ախպեր ամուսնանայք, մի երկու հատ երեխա կունենայք, նոր կգնայիր կասեիր էլի։ Ճիշտ չեմ ասում, կոլեգա ջան։ Երևի ես չգիտեմ, բայց եթե իմ հետ կապված բան չկա, ես գնամ։ Արա ի ցավը տանեմ, սպասի, ուր գնաս, ուտենանք ինչ ենք անում այս հարցը։ Սա զանգեմ ապե։ Ասեմ իշնիսատ, իշտենք տենանք։ Ախպեր սպասի մի հատ քննարկման դնենք, հա այս հարցը։ Ջոգինք ով է դեմ, ով է կողմ, ով է ձեռնպա, ով է գնացե խաշ ուտելու։ Հա կարբիտ։ Հասմիկ ընկերուդ վեկալում իշնում ես սադ։ Հիմա։ Հա, հեսա գալիս եմ, դավայ։ Ապե բա ընկերուհուն խի ա վեկալում։ Բա տրադիցիան չպահենք ապեր։ Բա մի հատ ընկերուհու հետ ձեր բռնած չմտնեն սադ, որ ես էլ մոտենամ, ասեմ բարև ձեզ, Հասմիկ ջան, մի րոպեով ձեզ կարելի է։ Որ ինքն էլ ասի, հա ոչ չի կարելի է։ Տանեմ մի հատ առանձին իմ ասելիքը ասեմ գամ։ Էտա ճիշտ է ապեր։ Կամոց, անուշիկը քնած է։ Ինչի է քնել ուր։ Հոգնել էր քնելը։ Դու ընտեղ չունի գալիս թե քնում։ Մախո քո ընկերները որ մեր տանը քնում են, ես բան ասում եմ։ Հələ ու ասեիր էլի։ Էդ էլ մնում։ Սև շելվարը սուրը։ Պահարանիդ մեջ կախած է։ Իսի կարող է խրրսնի մռսնի ինձ խանգարի։ Մախո գնա, հա։ Որ խրրսրից գալու եմ քնից հանեմ, տես, հա։ Համա։ Իրեն ջան, մի հատ կգաս բալես։ Հա, հիմա։
տես ջանին սատկացրել է։ Հազիվել էլի։ Էս ձեր տան ինչքան ճանճ կա։ Հա որ։ Հա, չթողեցին քնամ։ Իրեք քիրախեն քու վրա գալի, իմ վրա օրինակ չեն գալի։ Դե դու շատ համով ես։ Լուրջ։ Դու որ ճանճլիր կգայր իմ վրա։ Դե ես որ ճանճ լինեի, չգիտեմ այդ ժամանակ դու ինձ կհետաքրքրեիր, թե չէ։ Չնայած ես քեզ հիմա էլ եմ աղբոր պես սիրում, գիտես։ Տխրեցիր, որ աղբոր պես եմ սիրում քեզ։ Ո՞վ ասեցի։ Ես իմ լավ, երևի ինձ թվաց։ Մխոջան, Մարյանուշը ոնց է։ Լավ է։ Դե լավ է։ Ինքը շատ լավ աղջիկ է, Մխոջան, իրան շատ լավ պիտի վերաբերվես։ Ու ես քեզ մի հատ խորհուրդ տամ։ Աղջիկները սիրում են ականջներով։ Ինչքան կարում ես, Մարյանուշին քո սիրո մասին պատմի։ Ես Մարյանուշին թողել եմ։ Ինչի։ Այտենց մի հատ ուրիշ ուզող ունեի, իրան ընտրեցի։ Վաղուսվանից ասել էի կմտածեմ, հակ ասեմ, թե չէ, այտենց ասի շատ չձգձգեմ, չսպասեցնեմ։ Ներչե ասի հա։ Դու էիր ասել կմտածեմ։ Բայլովյանի։ Սիրուն աղջիկա։ Փեյ։ Վերջնը։ Դրա պրոպորցիաները չէ, ոնց որ մի քանի պորցիայով են։ Դե լավ, շատ ուրախ եմ քո համար, Մխոջան, իրոք շատ ուրախ եմ։ Ես էլ եմ շատ ուրախ իմ համար։ Եթե խորհրդի կարիք ունենաս, որևէ հարցով, Մխոջան, անպայման դիմի ինձ, լավ։ Հələ սաղ աշխարհին ես եմ խորհուրդ տալի, դու եկի ինձ ասում ես խորհրդի կարիք։ Օրինակ ինձ կարաս խորհուրդ տաս։ Հաշի չեմ կարա։ Նայ, Մխո, Վարոսը ուզում է, որ շուտ ամուսնանանք։ Դե ես էլ մտածում եմ, որ չշտապենք, սպասենք, ես իրան շատ լավ ճանաչեմ նոր։ Ինչ կասես։ Եթե բանը շուտ փսակվեք, բարձեք, ինչ կատե մտածել։ Հա։ Լավ, կմտածեմ։ Դե չխանգարեմ քեզ։ Զգուշ կլես ճանջերից։ Լավ, մռուշ ջան։ Բա դու ինչ ես ուզում իրանից։ Ներքին ձայն դու ես։ Այո։ Ես իմ է, այդքան տղամարդկություն շունես, որ ասես սիրում եմ քեզ պրծնես։ Դու մեկը հլը կասկածող էլի իմ տղամարդկության վրա։ Քո տղամարդկության վրա կասկածող չկա, մերն եմ ջանի, ուղղակի դու քեզ յանիմաս տեղը տանջում ես։ Մինչև ինքը իրը մտածելակերպը չփոխի, ես չեմ կարա իրան առաջարկություն անել։ Յանի քո մտածելակերպը ինչ է որ։ Ներքին ձայն, շատ չընթարցակվար արա։ Մխո ջան, աղբեր ջան, ես ինչ ասում եմ, քո համար եմ ասում։
Տեսնյակի նման ասիր։ Ապենյակ, եթե լրջով սիրում ես, ձելիցդ բաց մի թող, վարոսը ով ավոր։ Բայց ոնց իմանամ լրջով սիրում եմ, թե չէ, չեմ ջոգում։ Այդ արդեն սրտիդ հետ պետք է կապնվես, որ իմանաս։ Սիրտ լսում ես ինձ սիրտ։ Սիրտ էլ մոտեցի երկրորդ խոսափողին։ Չնայած ես գիտեմ սիրտը ինչ է ասելու։ Ավելի պայծառ քո համար։ Արա ապեր, նենց մի տեսակ լարվում եմ։ Ինչի։ Ես անկախ ինձանից։ Արա լավ թարգի այ ախպերը։ Ապեր մոտիկանամ ինչ ասեմ, ինչ խորհուրդ կտաս։ Արա Կարբիտ ջան, ամեն ինչ արդեն ասված է, սաղ երգերը երգված են ախպեր։ Ճիշտ չեմ ասում, կոլեգա ջան։ Տղեկ ջան, ես գնամ։ Ես միս կա, ոնց որ քթիդ մեջ։ Ուզում ես վաղը արի անեմ։ Չէ, լավ է։ Բայց նա է, ես միշտ սենց բարի չեմ ցավը տանում։ Եթե բան չկա ասելու ես հելա, գործեր ունեմ։ Դե բա գործերով է տեղի, այդ ցավը տանեմ, խի ես եկել լրվել հետներս։ Հաջող։ Հաջող ցավը տան։ Դավայ ապեր։ Սրանք էինք բերե հետներս այեղ։ Դու ես շատ իմանամ է։ Ապե լավ թուրցի, ոբշեմ կմոտիկանաս, կասես ես քեզ սիրում եմ, երկու օր էլ մտածելու ժամանակ կտաս, դա էլ ուրիշ բան չկա ասելու։ Հեն այկան ապե մոտիկցի։ Արա դու էլ կգաս հետս։ Արա գնա, վայ արա։ Արա աղբերական կգաս էլի։ Հասկանանք մի հատ առանձնանանք։ Հա։ Արի ապե։ Արա ախպերը մնում ասես ներող կլնեք ու գնաս ասելիքդ ասես, Կարբիտ։ Ներող կլնեք։ Արի։ Ոնց ես։ Լավ, Նատաշիկ ջան, դու ոնց ես։ Ձերանցից ինչ կա, պապան, մաման, ապերը լավ են։ Տնաշեն մի անգամից ես ինչքան հարստվեցի։ Դու դրանցից մեկը ընտրի, որը որ սրտովը տա ու պատասխանի։ Դե ես էլ եմ լավ, մերոնք էլ են շատ լավ, ապրես։ Դու ապրես։ Գործերը լավ են։ Հա բա ոնց։ Քանի մարդիկ սոված են, հետևաբար հիվանդությունները շատ ու բնականաբար մեր գործերն էլ լավ, Նատաշիկ ջան։ Էս բայց ոնց որ քթիդ մեջ ես, հա խոսում։ Կարող է քթիդ մեջ միս բան կա։ Չէ։ Դե նայ, եթե տենց բան կա, այս երկու օրը արի, ակցիայի տակ դնեմ, տաշեմ քիթդ, գեղագիտական հաճույք դրոշմեմ դեմքիդ։ Հասմիկ, մենք այսքան ժամանակ իրար հետ շփվում ենք, բայց մի հատ կարևոր բանի մասին չենք խոսացել։ Հա դու գիտես, ասենք, որ ես քեզ հավանում եմ, ու տենց մենք իրար հետ սկսել ենք շփվելը, բայց ես չեմ ուզում տրադիցիան խախտած ելնեմ, հասկանում ես։ Մեր պապերից եկած տրադիցիան, որը շատ ճիշտ է։ Ոչ եմ ես քեզ ուզում եմ ասեմ, որ խորը սարը։ Ես գիտեմ, թե ինչ ես ուզում ասես։ Սուս ասմիկ, էդի տենց չի։ Ասում եմ տրադիցիան չենք խախտում։ Ոբշեմ ես քեզ սիրում եմ։ Ես Հիմա բան մի ասա։ Քեզ երկու օր ժամանակ կգնաս տուն, նա տխուր երկ կդնես, երկու օր լավ կմտածես ու ինձի կպատասխանես։ Հասկացար Հասմիկ։ Կարող հիմա էլ ասեմ։ Ասեցի երկու օրից սպասում եմ քո պատասխանին։ Տղեկին արդեն ասել եմ, անտիր չալաղաժներ են առանձնացրել, վերցնում ենք ու գնում ենք քաղաքից դուրս բնության գիրք նստենք ու կայֆաբացալնենք, լավ է չէ։ Քո հետ ամեն տեղ էլ լավ է։ Ես քո ցավը տանեմ Մարգարիտա, վրամը ղուրբան քեզ։ Բայ երկե։
Դա արդեն ժամանակն է, որ մենք մի քիչ էլ մեզնով զբաղվենք։ Թե չէ, սաղ օրը մենակ կանգնած մխո ենք պսակում։ 100 տարի չենք ապրելու։ Չնայած կարող է եւ ապրենք, ով գիտի։ Ճիշտ ես ասում, Վռամ ջան, թող իրանք իրանց գլխի ճարը տեսնեն, հասուն մարդիկ են արդեն։ Ապրես։ Այ, հլա տեսա, ես լի զանգեի, ինքը զանգեց։ Ու շադի լսեմ ախպորս։ Վռամ ջան, տանն ես կամ է փողը վեկալ։ Մերնեմ ջանի, դու այսօր եկել ես մեր տուն։ Դու չայ ցավտայմ, դու այսօր չես եկել մեր տնից փող տարել։ Լավ, ես քեզ հեսա մի քանի րոպե զանգեմ։ Այ աղջիկ ջան, բա ասում ես եկել են փողը տարել են։ Հա։ Բայց մարդասում ես փողը չեմ եկել եկալել։ Սպասի։ Այ աղջիկ, այդ փողը դու ում ես տվել։ Հա։ Մանկապարտեզներին օգնելու համար չէր այդ փողը։ Հա, Վռամ։ Ինչ մանկապարտեզ, այ աղջիկ։ Իրանք ասեցին։ Ինչ մանկապարտեզ։ Մարգարիտա։ Դու չասեցիր գալու են այդ փողը տանեն, իրանք եկան, ես էլ տվեցի, ինչ անեի։ Բայց մանկապարտեզ, Մարգարիտա։ Ես քեզ մանկապարտեզի անուն տվել եմ։ Հա։ Բարեգործության համար չէր։ Բա պարտքով փող տալ այսօրվա դրությամբ, դա բարեգործություն չի, հա Մարգարիտա։ Դե հիմա գնում ես այդ փողը հետս վեկալում գալիս ես, դավայ։ Բայց ես դրանց որտեղից գտնեմ։ Ոնց ուզում ես։ Ցարասենց բան կլի արա, արա կարող եմ ճակատից գրածա բարեգործ։ Գրածա։ Կարծա։ Օրու գիշեր աշխատեն, մեջտեղից ճողվի, որ մարդկանց բարեգործեն։ Բերկաց։ Գնա, այդ փողը վեկալարի, դավայ։ Վռամ։ Արտյոմ ջան, բանարա շուտ արի մեր տուն, ախպերես, գործ կա։ Դավայ ախպերես, շուտ արա, շուտ, դավայ։ Վռամ ջան, ախր ես քեզ զանգեցի, ասեցի չէ։ Դոլսի, դու ինձ մանկապարտեզի անուն տվել ես, հա։ Տվել ես ասա։ Բայց գոնե չասեիր բարեգործություն, ախր հենց այդ ինչ շփոթության մեջ գցեց էլի։ Փու, ես քո, լսի այ աղջիկ ջան, ես $10,000 երբ եմ տվել մանկապարտեզին, որ այսօր տայի, հա։ Ես կի թոր չունեմ մանկապարտեզ գնացող, որ $10,000 փող տամ այդ մանկապարտեզին։ Դու որ ունենայիր չէի տա այդ փողը։ Ես սկի չեմ խմշում իմ համար 100,000 մեքենա առնեմ, $10,000 հետ ես տա մանկապարտեզին։ Հենց Արտյոմը կգա, կգնանք այդ փողը կվեկալի կգաք, դավայ։ Բայց ես ոնց գնամ այդ փողը հետ վերցնեմ, հա։ Ինչի ես ինձ իզուր տեղը վատ դրության մեջ դնում, այ Վռամ։ Դու ինձ շատ լավ դրության մեջ ես դնում, հա։ Ոյս ինչ արեցի, լրիվ դու ինձ թյուրիմացության մեջ գցեցիր։ Ես էլ եկար ախպերը։ Սոֆան տանն է։ Հա։ Կարամ գամ։ Արի ապե, արի տնանք ուզի հետ խոսալ։ Սպասի տենամ ինչ ասում։ Սոֆ, կարաս ասես ինչ ա եղել։ Երեք ամեն ինչ նորմալ էր։ Խիտ ինձ այսօր եկար մատանին հետ տվեցիր ու գնացիր։ Վարուժ, ինձ թվում է ես քեզ համոզիչ պատասխան տվեցի։ Ես քեզանից հոգնել եմ։ Սոֆ, ախպերս, կարաս մեզ մենակ թողես։ Ինձանից ես կարվում, ինք հաշվի ասա։ Չէ, ուղղակի զուտը անձնական է։ Ախպեր մենք էլ ենք սիրալված տղա։ Սաղ ջողում ենք։ Արխային ասա ինչ ունես ասել։ Ասելու կարիք չկա։ Դու Սոֆ ոչ չկա է։ Ես քեզ սիրում եմ։ Ես առանց քեզ չեմ կարող պատկերացնել իմ կյանքը։ Եթե ինչ-որ բան կա իմ մեջ, որ քո դուրը չի գալիս, ասա ես իմանամ։ Վարուժ, դու քո աշխատանքը չես կորցնի, դրա համար կարաս չանհանգստանաս։ Ես չեմ անհանգստանում ընդհանրապես։ Ես կարամ չաշխատեմ այդ ռեստորանում, ինձ ընդհանրապես այդ գործը պետք չի։
Լավ, Վարուժ, անիմաց ժամանակ ենք վատնում, համել ես այսօր լիքը գործեր ունեմ։ Պակա։ Թուրքայնի։ Ախպեր ձերը թող։ Ախպեր մենակ ձերն եմ բռնել էլի։ Ախպերս զորիքզան որ իմանա լավ չի լինի։ Ին վրա է խոսալու։ Հա դու էլ իրան չես ասի։ Վարուժ ունեցանակ երկուսիս համար լավ լինի ախպեր։ Դա ուրա թե իմ համար լավ է։ Կարող է ձեռքս թողնես, հետո խոսենք իրար հետ։ Ախպեր, ես ինչ եմ արել, որ ինձանից հոգնել է։ Ոչ առաջինն ես, ոչ է վերջինը։ Ախպեր, ես իրան սիրում եմ։ Ինձ ինչ ես ասում։ Ոչ մի կոնկրետ բան չի ասում, ախպեր։ Ճիշտ կլինի դու հիմա գնաս, Վարուժ։ Ուրեմն Արտյոմ ջան, Մարգարիտայի հետ կգնաս, դրանց կգտնեք, կբացատրես, որ թյուրիմացություն ա եղել, բան, փողը հետ ես վեկալում ու գալիս ես արագ տուն։ Եղավ Արտյոմ ջան։ Բայց կտան։ Այդղա դու ինչի համար ես գնում, այ մեռնեմ ջանիդ։ Ինչ ես դու քեզ այդքան թերա գնահատում։ Ինչի դու սենց հարցեր ես լուծել։ Ախպեր ես որ քու ջան ու ջանդակը տեսան այդ փողը սիրուն ձևով հանում են տարարա։ Բայց գոնե մի մասը չթողենք իրանց, պարոն Արաբշացյան։ Բա իհարկե պիտի թողենք։ Կհանես 2000 դրամ փող կտաս, կասես շնորհակալ ենք ախպերներ։ 2000 դրամ ամոթ չի, պարոն Արաբշացյան։ Դե ամոթ է 3000, դու ինչ ասեմ։ Լավ, ինչքան որ պետք է ես կտամ, իմ մոտ կա։ Եղավ ախպերես։ Դե ուրեմն ախպերես, գնա ու այդ գործը գլուխ բեր։ Մեռնեմ ջանիդ, բայց իմ հետ միշտ կապի մեջ ես անում։ Եղավ ախպերես։ Եղավ։ Դավայ ախպերես։ Դավայ մեռնեմ ջանիդ։ Այ ախպեր, հիմա ինձ է գցել կրակը։ Ջինջերը։ Շատ իմանամ, կինը շփոթել $10,000 տվել ես իմ ու, հիմա ինձ ասում գնա վեկը։ Շատ լավ է ախպերս, ընկել ես կրակը, մի քեզ ինձ արուն կխմե ինչքան կրնա։ Բայց դու խիտ չգցես ապչան, հետ դեմ։ Հետո ինչ-որ մենակ դու չես հետորի, ես ու Վահագին ստեղ աշխատող մարդիկ։ Խայտարականելու համար մի հատ արես մարդը։ Հետ է ախպերս, մի գործը հետ է, ընկել ենք մի քաշենք կամը գիտես ինչ պտենենք։ Լավ ապեր, հետո ես քեզ կզանգեմ։ Հիմա ուր են գնում Մարգարիտացույցի։ Բա ես գիտեմ, այ Արտյոմ ջան։ Ինչ որ համար բան չեն թողել։ Հեսա։ Վրամը նոր զանգեց ընկերոջը, դրանց օֆիսի տեղը իմացավ։ Ուղղակի ես չգիտեմ այդ մարդկանց երեսին ոնց պիտի նայեմ։ Ինքան ինձ վատ եմ զգում, չես պատկերացնի։ Դուք մնացեք մեքենայի մեջ, ես կխոսեմ։ Եթե անհրաժեշտություն լինի, նոր ձեզ կկանչեմ։ Բարեկենդանի պատմությունը դառավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համարձումը տանն, հա։ Ներեցեք, իսկ դուք ով եք։ Ես սրճարանի մենեջերն եմ, որտեղ ինքը աշխատում է։ Բանապատ է։ Հա, ես 2 ժամ անգած իրան եմ մանգալի։ Հաճախորդը 50,000 է տվել, գոնե 30,000 դաչի տա, փողը վերցե թռել է։ Ապեր գնացել էի փողը մանել։ Ապեր ասպեվ կարող է 50,000-անոց մաներես։ Ուստել է էսի։ Թե ապեր որտեվ չես տողում, իմ ուզած ձևով պատմեմ։ Իրան ճանաչող մարդ չի եղել, որ սպրոսանում։ Բա գտնե իր ապե։ Բա հետա կրկրվե իր ապե։ Մի հատ կուրսը վեր տենա իր որտե է ապրում, ով է։ Ես որ իմ ուզած ձևով պատմեմ, ամեն ինչ հասկանալի կլինի։ Այդ փոխանակ ներողություն խնդրեք, մի բանը երկարացնում եք, հա։ Արա լավ հմբոթ հարգի արա։ Ճապիկ մի րոպե։ Ինչ ներողություն ես, ինչ ձև ես խոսում արա։ Ոյ։ Դու ես։ Արա հմբո, բայց հալալ է քեզ, արա, մենք քեզ մինչևս ուրիշ ձև ենք ճանաչել։ Բապեր պրոստը հավես չկա, է։ Դե չէ բանակի վաղտով գիտես ինչ վանյատ է անում։ Կարող է գանյատ։ Հայ ապրես։ Ուզում եք դիտել շարունակությունը 3w.shantv.com